Ես ողջունում եմ գործարարիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, ձեզ հիշեցնում եմ, որ մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ, կարող եք թվային հարթակներում եւս դիտել մեր բոլոր հաղորդաշարերը։ Սա թարմուղեղով առավոտյան զրույցն է, իսկ մեր տաղավարում այսօր երկու հյուր ունեմ։ Երևանում կանանց միջազգային միավորում հաղորդակցության կոմիտեի ղեկավար Մարիաննա Վանեցյանը եւ նույն կոմիտեի անդամ Գոհար Պալյանը, բարև ձեզ։ Շնորհակալ եմ շատ, որ այսօր դուք մեր տաղավարում եք, եթերից առաջ պարզեցի, որ մի հետաքրքիր միջոցառում եք նախաձեռնել ամանորին ընթառաջ, որը առաջին անգամ չէ, տարիներ շարունակ դուք այն իրականացրել եք, մեծ տոնավաճառ է սպասվում։ Բայց մինչև դրան անցնելը ես կուզեմ, որ ՀԿ-ի մասին մեզ պատմեք, թե ինչ գործունեությամբ եք դուք զբաղվում, կարծում եմ առիթ չի եղել այս տաղավարում պատմել ՀԿ-ի մասին, նախ սկսենք այդտեղից, հետո անցնենք մյուս հարցերին, խնդրեմ։ Երևանում կանանց միջազգային միավորումը հիմնադրվել է 2012 թվականին որպես հասարակական կազմակերպություն Հայաստանում, անդամության վրա հիմնված, անդամները տարբեր երկրներից Հայաստանում եւ տեղացիներ Հայաստանում բնակվող կանայք են, ովքեր միավորվել են, որպեսզի ստեղծեն կարողանան կազմակերպել բարեգործական միջոցառումներ, հիմնականը դրամահավաքման միջոցառումը, դա դեկտեմբերի առաջի շաբաթ-կիրակին կազմակերպվող բարեգործական կազմակերպություն նվիրված Սուրբ Ծննդյան հրաշքին։ Կազմակերպության անդամները ասացի տարբեր երկրներից են, կան նաև տեղացիներ եւ ունենք Հայաստանում հավատարմագրված դեսպանատների աշխատողների կանայք։ Իրենք նաև համախմբում են, որպեսզի ծանոթանան եւ ավելի շատ իմանան Հայաստանի մասին եւ խթանում են բարի կամքի դրսեւորում անդամների միջեւ։ Խտրականություն չկա, ասենք, որ երկրից են։ Այսքանը հիմնականում այս պահին ունենք 70 անձ, անդամներ արդեն 70 կանայք։ Այո։ Դուք տարիներ շարունակ տեսել եք ու այդ գործունեության մեջ եք։ Կանայք երբ միավորվում են, ինչա տեղի ունենում։ Տարբեր հետաքրքրություններ ունեցող եւ հմտություններ ունեցող կանայք են, որ միշտ իրարից սովորում ենք։ Իսկ բարեգործություն անելը ավելի շատ օրհնված է տալը, քան ստանալը։ Հենց դա էլ մեզ միավորում է։ Ունայն մեզ համար ոնց որ երկրորդ ընտանիք լինի, որտեղ մենք հանդիպում ենք ամեն ամիս, կիսում մեր փորձառությունով կամ փորձում ինչ-որ լավ գործեր անել։ Կուզեմ բացի տոնավաճառից նաև մի քանի այլ միջոցառումներ նշեք, թե ինչ եք կազմակերպել այս տարիների ընթացքում եւ ինչ արդյունքների է հասել ՀԿ-ն։ Ուրեմն մենք բացի մեր ամանորյա տոնավաճառից նաև մասնակցում ենք մի շարք այլ ծրագրերի տարվա կտրվածքով, օրինակ մասնակցում ենք այս տարի բերքահավաքի տոնավաճառին, այնտեղ մենք աջակցում էինք 4 այլ կանանց, ովքեր Հայաստանի տարբեր շրջաններից էին եկել եւ ներկայացնում էին իրենց աշխատանքները, մենք նրանց աջակցում էինք, որպեսզի նրանք կարողանան մասնակցել այդ տոնավաճառին։ Այսինքն տարվա կտրվածքով լինում են ինչ-որ բաներ, որոնցով մենք զբաղվում ենք, բայց մեր հիմնական դրամահավաքը, մեր հիմնական միջոցառումը բարեգործական դա տոնավաճառն է, որը դեկտեմբերին է տեղի ունենում ամեն տարվա եւ այդ տոնավաճառի ամբողջ հասույթը արդեն ուղղվում է Հայաստանի սահմանամերձ եւ հեռավոր գյուղերում կանանց եւ երեխաների կյանքի բարելավմանը։ Այսինքն միջոցառումից հավաքված գումարներով մենք արդեն հայտարարում ենք ընտրված ծրագրերը, որի համար արդեն հայտարարությունը եղել է։ Լրացնեմ նաեւ թե ել ինչ ենք անում մենք որպես կազմակերպության անդամներ, ունենք, ասենք, վարպետաց դասեր սննդի պատրաստման համար, ունենք արշավներ տարբեր Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր, այցելություններ, թանգարաններ, նմանատիպ ճանաչողական միջոցառումներ ենք կազմակերպում։ Այո, այդ ուղղությամբ եւս աշխատում եք։ Այո։ Գալով արդեն հիմնական միջոցառմանը, որերորդ տարին է որ իրականացնում եք ու արդյունքներից եթե խոսենք, արդյոք հնարավոր է եղել տարիների ընթացքում ավելի ու ավելի շատ այս բարեգործական տրամաբանությունը զարգացնել, ցույց տալ, որ այս ուղղությամբ աշխատելը լավ միտում ունի ու առհասարակ այն մարդիկ, այն գործարարները, փոքր եւ միջին ձեռնարկատերերը, ովքեր միանում են ձեզ, որքանով են շահագրգռված եւ իրենց, չգիտեմ, նպատակները որն է այստեղ միանալուն, ձեզ հետ համագործակցելուն, այդ մասով կուզեմ ներկայացնեք։ Ուրեմն ինչպես Գոհարը նշեց, iWay-ը հիմնադրվել է 2012 թվականին եւ այդ ժամանակվանից ի վեր մեր անդամները կազմակերպել են այս բարեգործական տոնավաճառը ամեն տարի 12 տարի է արդեն
ամեն շարունակ կազմակերպում ենք մենք այս բարեգործական տոնավաճառը եւ բնականաբար տարիների ընթացքում ձեռք բերած փորձի շնորհիվ եւ կապերի շնորհիվ ամեն տարի տոնավաճառը ավելի գեղեցիկ, ավելի արդյունավետ է ստացվում։ Մեր տոնավաճառի հիմնական տարբերությունը այլ տոնավաճառներից այն է, որ այն բարեգործական է նախ եւ առաջ եւ նրա ամբողջ հասույթը ուղղվում է մեր բարեգործական ծրագրերին, այսինքն սահմանամերձ գյուղերում բնակվող կանանց եւ երեխաների կյանքի բարելավմանը։ Եվ մյուս տարբերությունը այն է, որ մենք համագործակցում ենք դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, այսինքն մեր միջոցառմանը մասնակցում են նաեւ դեսպանատներից եւ ներկայացնում են իրենց մշակույթը, իրենց ուտեստները, այս տարի նաեւ շատ հետաքրքիր ձևով ներկայացնելու են իրենց ինչ որ երկի բարի միջոցով ունենալու են մշակութային մասը եւս ապահովել։ Այո, շքերթ եւ շատ հետաքրքիր ձևով ներկայացնելու են իրենց երկրները։ Երբ ասում եք, որ հասույթը ուղղվում է սահմանամերձ գյուղերի կանանց երեխաներին, հետագայում հնարավորություն լինում է այդ մարդկանց ներգրավել ծրագրերի մեջ եւ արդյոք այս միջոցառման արդյունքում կան կանայք, ովքեր նախաձեռնել են արդեն բիզնես, փորձում են իրենք արդեն ներգրաված լինել որպես արդեն ներկայացուցիչ, ունեք նման օրինակներ։ Հիմնականում մենք աշխատում ենք, ասենք, դպրոցների, մանկապարտեզների նման հասարակական եւ նաեւ հասարակական կազմակերպությունների հետ ունեցել ենք, ասենք, մեծամասն վերանորոգման ծրագրեր, ինչ որ մի փոքր հատվածների, ծրագրերը 500-ից 1000 դրամից մինչեւ 5 միլիոն դրամի կարգի են։ Իսկ հասարակական կազմակերպությունները, օրինակ, ձեր ասածով ուղիղ չէ, բայց այս տարի ոնց որ ունեցել են Գորիսի մեկ հասարակական կազմակերպության աջակցել ենք, ովքեր բրդի հետ կապված ծրագիր ունեն եւ իրենք էլ հենց նաեւ ներկայացնում են։ Այսինքն անհատներին չէ, բայց կազմակերպություններին այո։ Դա շատ կարևոր մաս է մեր բարեգործության, որ մենք փորձում ենք օգնել ոչ թե անհատներին, այլ ինչ որ համայնքին ենք փորձում օգնել, այսինքն արդյունք նկատելի դարձնելու համար։ Այո, այսինքն կոնկրետ կարող ենք օգնենք վերանորոգել դպրոցը կամ այդ դպրոցի համար ձեռք բերենք սարքավորումներ, որոնք երեխաները օգտագործելու են եւ դրանով նրանք զարգանալու են եւ ինչ որ բաների են հասնելու, կամ ինչ վերաբերում է կանանց, օրինակ այս տարվա մեր ծրագիրը Խնձորեսկ գյուղում նպաստում էր, այսինքն մենք տրամադրել ենք նրանց գորգագործության համար անհրաժեշտ նյութեր եւ սարքավորումներ եւ սրանով եւ փորձել ենք նպաստել կանանց ինչ որ զբաղմունք ունենալուն այնտեղ եւ ինչ որ հմտություն ձեռք բերելուն եւ բացի այդ հայկական այդ գորգագործության սիրուն ավանդույթը շարունակելու։ Այո, վերականգնելու նաեւ, որովհետեւ կարծես թե արդեն ինչ որ քնի ռեժիմում է, չէ՞, այո, այսինքն մենք ոչ թե կոնկրետ անձանց ենք կոնկրետ օգնում, այլ փորձում ենք օգնել համայնքին այս ծրագրերով։ Կասեք, թե ինչպես է հնարավոր մասնակից դառնալ միջոցառմանը, գրանցումով է եւ մինչեւ երբ հնարավորություն կա, ու այս տարիների ընթացքում արդյոք մասնակիցների թիվը աճել է, թե ունեք հստակ սահմանաչափ, ըստ որի ենթադրենք 50 ձեռներեց է միայն մասնակցում եւ վերջ։ Եթե համեմատենք թիվը այն ամենասկզբի հետ, որ նոր սկսել էինք այս տոնավաճառները, իհարկե տարիների ընթացքում այն աճում է եւ մենք տարիների ընթացքում ձեռք ենք բերում այնպիսի գործընկերներ, մենք նրանց արդեն կոչում ենք գործընկերներ, որոնք ամեն տարի շարունակում են մասնակցել մեր միջոցառմանը, շատ երկար տարիներ ունենք մարդիկ, ովքեր մասնակցել են մեր միջոցառմանը եւ գրանցվելու համար նրանք կարող են մեզ դիմել, մեր սոցիալական բոլոր ցանցերում հայտարարությունները գրված են Facebook-ում, Instagram-ում, LinkedIn-ում ունենք եւ իհարկե մեր կայքում ունենք մենք հայտարարությունները, նրանք կարող են մեզ դիմել, որպեսզի մասնակցեն միջոցառմանը, իսկ ընդհանուր այցելուները արդեն մուտքը ազատ է, կարող են բոլորը դեկտեմբերի 6-ին ժամը 10-ից մինչև 19 ընկած ժամանակահատվածում այցելել մեր բարեգործական տոնավաճառը Elite Plaza կենտրոնում։ Այո, իսկ այս տարի արդեն հստակ թիվ ունեք, թե քանի հոգի է մասնակցելու եւ ինչ բիզնեսներ են ներկայացված լինելու, մոտավոր հասկանալու համար, թե ինչ կարող են այցելուները տեսնել այդտեղ։
Այո, 50-ից ավել, մենք ունենք 50-ից ավել մասնակիցներ, տարբեր փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ նրանցից բացի նաեւ դեսպանատներն են մասնակցում, նրանք էլ ունեն իրենց սեղանը, որի շուրջ ներկայացնում իրենց ուտեստները, իրենց մշակութային ինչ որ հուշանվերներ, շատ տարբեր, շատ բազմազան է ամեն տարի լինում, կարող եք այս տարի համենալ եւ տեսնել ինքներդ։ Փորձեմ ամեն դեպքում, իսկ այ մյուսների մասով ինչ են ներկայացնում այլ տարբեր սեղաններ, ասացիք, որ կան 50 եւ ավելի, ինչ կարելի է տեսնել։ Ձեռքի աշխատանքներ կան շատ յուրահատուկ, ասենք կարող է ուրիշ տեղեր չլինի դրանից, բայց մեր մոտ լինի։ Առաջ քանի որ նաեւ առաջին սուրբծննդյան տոնավաճառն է, ձեռքի աշխատանքներ, չրեղեն կան նաեւ բազմաթիվ բարձի երեսներ, ասեղնագործած շարֆեր կան, շատ հետաքրքիր։ Եվ քանի որ թեման ամանորն է, վաճառողներն էլ փորձում են իրենց ամանորյա ապրանքը ներկայացնել, այսինքն շատ բազմազան ամանորյա ինչ որ թխուկներ, գաթաներ, տրամադրություն են ստեղծում։ Այո, եւ այդ նույն հուշանվերները, տոնածառի խաղալիքները եւ այլն ավելի շատ ամանորյա, այսպես թեմատիկայի մեջ են լինում։ Այ դեսպանատան աշխատակիցները ինչ տրամադրություններով են հեռանում եւ իրենց համար էլ է, չէ, կարծում եմ արդեն է տոն դարձել, որովհետեւ եթե տարիներ շարունակ անդադար սպասում են այդ օրվան, առհասարակ իրենց արձագանքները այս ամենին եւ կազմակերպչական աշխատանքներում ինչ չափով են ներգրավված։ Մենք ունենք անդամներ, ովքեր դեսպանների կանայք են, այսպես անդամներ ունենք եւ իրենց դեսպանատներն են ներկայացնում այդ սեղան միջոցառման ժամանակ իրենք նաև մշակութային ծրագիր են ներկայացնելու տվյալ օրը մի քանիսը, չէ, ներկայացնել են մշակութային ծրագիր։ Մշակութային ծրագիր են ներկայացնելու, այսինքն մենք ունենալու ենք մշակութային շքերթ եւ իրենց համարներն են ներկայացնելու, այսինքն բացի մեր մշտական գործընկերներից, որոնք ապահովում են մեր ամբողջ օրվա ծրագիրը, դրա մեջ մտնում են Sound Lab-ը, որը արդեն մի քանի տարի է մեզ հետ է, երաժշտական դպրոց է եւ շնորհալի իրենց մասնակիցների օգնությամբ նրանք միշտ մեզ մեր տոնավաճառը ավելի մեծ տոնի են վերածում, այսինքն այդ ամենից բացի դեսպանատները նաև ունենալու են իրենց համարները այս տարի։ Մենք այդպես մանրամասն տեղյակ չենք կոնկրետ ինչ են երգելու, պարելու եւ այլն, բայց մենք էլ շատ այո, մենք էլ շատ մեծ սպասումներով սպասում ենք, որպեսզի տեսնենք ինչ հետաքրքիր համարներ են ներկայացնելու։ Շատ լավ, Տիկին Պալյանի հետ մենք եթերից առանձնացում էինք արցախցիների մասով ես հարցրեցի, ուզում եմ եթերում եւս քննարկենք, այ ինտեգրացիայի մասով կուզեմ հասկանալ, արդյոք արցախցիները ներգրավված են այս ամենում, գիտեմ, որ շատ արցախցի կանայք եւս ձեռագործ աշխատանքներով են զբաղվում, իրենք էլ տարբեր առիթներով միջոցառումներ, տոնավաճառներ են կազմակերպել, այդ այս այդ համագործակցությունը ոնց է իրականացվում եւ արդյոք ներգրավված են ամեն դեպքում։ Ես նշեմ, որ անցած տարի մենք ավելի շատ կենտրոնացած էինք արցախցիներին օգնելու, օժանդակելու հարցում, որովհետև արցախյան այդ դեպքերից հետո մենք որոշեցինք, որպեսզի ավելի մեր հասույթը ավելի ուղղվի այն համայնքներին, որտեղ շատ արցախցիներ էին միացել։ Եվ անցած 2 տարիներին շատ մենք կենտրոնացած էինք, որպեսզի օգնենք այդ համայնքներին։ Մենք միանշանակ աջակցում ենք արցախցիներին եւ շարունակաբար ներգրավում ենք նրանց մեր ծրագրերում։ Ես հիշում եմ, որ այս տարվա մեր բերքի տոնավաճառին արցախցիներ կային մասնակցող, որոնց մենք ֆինանսավորում ենք, ֆինանսավորում ենք, որպեսզի իրենք կարողանան մասնակցել, հնարավորություն ունենան մասնակցել այդ բերքի տոնավաճառին։ Թե կոնկրետ քանի արցախցի է այս տարվա միջոցառմանը գրանցված, ես հստակ թիվը չեմ կարող ասել, բայց այո, միանշանակ մենք միշտ աջակցել եւ շարունակում ենք աջակցել։ Դռները բաց են։ Այո, դռները բաց են։ Ես գիտեմ նաեւ, որ դուք այցելուների ու գնորդների համար անակնկալներ ունեք։ Այդ մասով կուզեմ մեզ պատմեք, որպեսզի մարդիկ, ովքեր լսում են մեզ, գուցե հետաքրքրի նաեւ դա մոտիվացիա դառնա, որ ավելի շատ կան, ավելի հետաքրքրված լինեն տոնավաճառով, մանրամասն ներկայացնեք մեզ։
Այո, ցանկացած այցելու ով կատարում է ինչ-որ չափով նվիրատվություն, հնարավորություն է ունենում մասնակցել մեր խաղարկությանը։ Մեր խաղարկությունը արդեն տարիների ընթացքում ավելի ճոխանում է գնալով եւ այս տարի մենք ունենք ավիատոմսեր եւ նավարկության հնարավորություն։ Այո, այդ խաղարկության մեջ, այնպես որ բոլոր այցելուները կարող են մասնակցել այդ խաղարկությանը եւ հնարավորություն ունենալ շահել։ Այդ խաղարկությունը մեր միջոցառման, այսպես ասած, ամենասիրելի մասերից է, հատվածներից է, իսկ մյուս սիրելի հատվածներից էլի անակնկալներով լի երեխաների անկյունն է։ Երեխաների անկյունում երեխաները տարբեր տեսակի խաղերով եւ տարբեր տեսակի զբաղմունքներով են զբաղվելու, սկսած թխուկների ամանորյա ձևավորումից, դեմքի նկարչությունից, մենք ունենալու ենք մի քանի ընտանեկան միջոցառում է։ Հա, այո, իհարկե։ Համեցեք երեխաների հետ ուրախ տրամադրությամբ, զույգերով, ընտանիքներով, այո, անպայման, բոլորին հետաքրքիր է։ Օրը հագեցած դարձնելու հնարավորություն է։ Սա էլ ձեզ նվեր մեր կողմից։ Շնորհակալություն շատ։ Գրեք, շահեք։ Շատ շնորհակալ եմ։ Այ ուսումնասիրություններ անում եք ամեն տարի, թե ինչքան այցելուներ են եղել, արդյոք ամեն տարի թիվը ավելանում է այցելուների, հետաքրքրվող մարդկանց եւ տոնավաճառները ոնց են ընկալվում Հայաստանում։ Մենք մեր մասով մի անգամ արեցինք այցելություններ, այս պահին չեմ կարող հիշել, բայց հաստատ մի քանի հազարն անցնում էր այցելուների թիվը, էլի, ասենք հատուկ ժամեր էինք ընտրել, գնացում ենք եւ ընդհանուր թվաբանականը հանեցինք։ Իսկ մնացած տոնավաճառներով եւ սխալ կլինի, որ մենք ինչ որ բան ասենք, կարող եմ ասել, որ մերը համագործակցություններ ունեք։ Հա, իհարկե, օրինակ հենց սեպտեմբերի միջոց տոնավաճառին Բերքի տոնին, որ էլի տոնավաճառի նման է, մենք մասնակցում ենք ամեն տարի։ Իրենք էլ մեր միջոցառմանն են մասնակցում։ Նաև մենք էլ ասենք հնարավոր է որ ուրիշների միջոցառումներ են գնա անդամները, հա, քանի որ անդամների վրա հիմնված կազմակերպն են, մեր անդամներն էլ ուրիշների տոնավաճառների են գնում կամ մասնակցում։ Դա միանշանակ կա։ Այ դեսպանների կանեք, քանի որ ակտիվ ես ծրագրերում ներգրավվածություն ունեն եւ այն կանայք, ովքեր ձեռագործ աշխատանքներով են զբաղվում, ճրերի արտադրությամբ են զբաղվում, արդյոք այս համագործակցությունը չի կարող հնարավորություն ստեղծել դրսի շուկա այս ամենը տանելու, թե փոքր քանակների ամեն դեպքում այդ ամենը առհասարակ ինչ զարգացման տեմպ կարելի է ապահովել, որպեսզի այս բիզնեսները չմնան միայն այդքան փոքր, իրենք աճի հնարավորություն ունենան։ Գիտեք, մենք մեր միջոցառումով արդեն իսկ աջակցում ենք բիզնեսներին, փոքր եւ միջին բիզնեսներին, որոնք գալիս են մասնակցում են միջոցառմանը եւ այդ ընթացքում իրենք տարբեր կապեր են ստեղծում, թե իրենց գործընկերների, թե քան որ իրենք հենց դեսպանատների ներկայացուցիչների հետ են այդ միջոցառմանը մասնակցում, իրենք արդեն իրենց կապերը ստեղծում են եւ ես գիտեմ, որ շատ բիզնեսներ իրենք նաեւ դրսի հետ կապեր ստեղծել են ու շարունակում են ստեղծել, բայց կոնկրետ քանի որ մեր նպատակը միջոցառման ավելի շատ դրամահավաքն է, որը ուղղվում է սահմանամերձ շրջանների կանանց եւ երեխաների կյանքի բարելավմանը, մենք ավելի շատ այդ ուղղությամբ ենք աշխատում եւ այլ ոչ թե անհատ բիզնեսներին օգնելու հարցում։ Բիզնեսներին օգնում ենք այն առումով, որ նրանք հնարավորություն են ունենում մասնակցել միջոցառմանը, ստեղծել այդ կապերը, իհարկե իրականացնել վաճառքներ եւ իսկ ներսում իրենք համագործակցություններ ձևավորում են։ Իհարկե, մենք ունենք բիզնեսներ, ովքեր օրինակ ինչ որ տարբեր տարիների մասնակցել են մեր միջոցառմանը եւ հետո օրինակ որոշել են միասին մեկ սեղան կիսել, միասին ինչ որ այդպիսի համագործակցություններ անել։ Այս տարիների ընթացքում հասցրել եք բոլոր մարզերում լինել ու այդ աջակցությունը ցուցաբերել ու ամենաշատը որ մարզի, որ գյուղերը ունեն դրա կարիքը։ Ուրեմն գրեթե բոլոր սահմանամերձ մարզերում ծրագրեր ունեցել ենք, պատկերացրեք մոտ 35 ծրագրեր ենք ունեցել։ Կարծեմ Վայոց ձորն է միայն, որ առայսօր դեռ չկա ծրագիր, մնացած տեղերում կան, շատ են եղել Տավուշում, բայց ասենք որ գյուղում որքան նման ստատիստիկա դեռ չունենք, երևի մի գյուղում 1 կամ 2 ծրագիր ասենք։ Հետաքրքիր է այս տարիների ընթացքում կենսական պայմանները չեն բարելավել, այսինքն այդ իմաստով փոփոխություններ չկան։ Պատկերացրեք, երբ որ ասենք դպրոցը վերանորոգվել է կամ նույն ամբողջական չի արվել, ինչ որ մի բան մնացել է կամ չունեն, ասենք համապատասխան կահույք
Նման դեպքեր լինում են, երբ որ մենք աջակցում ենք կամ ընդհանրապես ոչինչ չի արվել դպրոցում ու հանկարծ մեկ դասասենյակ նույնիսկ վերանորոգվում է, իրենք երեխաները ամեն ինչ անում են, որ այդ ամեն ինչը հնարավորինս մաքուր եւ լավ վիճակում պահեն, որովհետեւ դրանից իրենց կենսապայմանները փոխվում է։ Իսկ մեր կազմակերպության տեսլականը նա է ունենալ Հայաստան, որտեղ կանայք եւ երեխաները, քանի որ հիմնականում իրենց վերաբերող հիմնահարցերին է ուղղված կազմակերպության առաքելությունը, որ կանայք եւ երեխաները ունենան ապահով, առողջ եւ բարելաված պայմաններում ապրելու հնարավորություն։ Տարիների ընթացքում լինում է նաև, որ օրինակ պետությունը նախաձեռնում է ինչ-որ բարեփոխումներ դպրոցների եւ նրանք ինչ-որ դպրոցներ վերանորոգում են, բայց մենք չենք դադարում մեր ծրագրերը եւ օրինակ կարող է դպրոցը վերանորոգված լինել, բայց օրինակ չունենալ ցանկապատ։ Մեր այս տարվա ծրագրերից մեկը Ուրասարում մենք օգնեցինք, որպեսզի այնտեղի մանկապարտեզներից մեկը ցանկապատ ունենա, որովհետեւ այդ մանկապարտեզը գտնվում էր ճանապարհի եզրին եւ երեխաները ստիպված ամբողջ օրը անցկացնում էին մանկապարտեզի ներսում, պատերի մեջ, չէին կարողանում գնալ դուրս մաքուրոց շնչել, խաղալ դրսում եւ մենք այդ ցանկապատը կառուցելով նրանց հնարավորություն տվեցինք, որպեսզի նրանք նաեւ դուրս գան եւ վայելեն իրենց մանկությունը։ Այսինքն մենք միշտ այդպիսի հավելումներ ենք էլի անում, ինչ որ բան, եթե արված է, վերանորոգված է, նաեւ մենք հավելումներ ենք անում։ Այո, շատ լավ։ Հետաքրքիր է, դուք փնտրում եք, գտնում եք, թե որտեղ ինչ խնդիր կա, ում կարելի է աջակցել, թե կան դիմումներ եւ մարդիկ կարող են կամ հայտարարություն ենք տալիս, օրինակ այս պահին հայտարարությունը արդեն բաց է, մինչև դեկտեմբերի 10-ը։ Կա դիմումաձև, հայտարարությունը կա մեր սոցիալական բոլորերում։ Այո, նոյեմբերի 5-ին, եթե չեմ սխալվում, Facebook-յան էջում նշվել է հենց հայտարարությունը իր ամբողջ փաթեթով։ Կազմակերպությունները, ովքեր հետաքրքրված են, կարող են բացել, դիմել, եթե հարցեր ունեն, կարող են տալ, լրացնում են ուղարկում եւ ունենք հանձնախումբ, որ առաջնահերթ ուսումնասիրում է, հետո խորհրդով են քննարկում, այցելություն անում, նոր վերջնական կազմակերպություն է որոշում, թե որ ծրագրերը աջակցի։ Մեկ տոնավաճառի արդյունքում քանի ծրագիր եք կարողանում ծրագրի աջակցել։ Կոնկրետ 2024 թվականի մեր տոնավաճառի միջոցներով մենք 3 ծրագիր ենք այս տարի աջակցել։ Վանաձորի դպրոցին հատկացրել ենք տեխնիկա, որով հագեցել են նրանց քիմիական լաբորատորիան, արդեն իսկ կառուցված քիմիական լաբորատորիան, ինչպես նշեցի, այդ ցանկապատն են կառուցել Ուրասարի եւ Խնձորեսկի կանանց արդեն գորգագործության այդ աջակցող ծրագիրը։ Դեսպանների կանայք ձեզ հետ աշխատում են, իսկ առհասարակ պետության մակարդակով տարբեր գերատեսչությունների հետ համագործակցություններ ունեք։ Օրինակ ծրագրերի համար, այո, միանշանակ այո, ծրագրերի համար, այսպես կասենք, կարող է դիմենք համայնքապետարան, իմանանք, թե ինչի կարիք ավելի շատ ունեն կամ ինչպես համագործակցենք, որ ճիշտ լինի։ Այսինքն այնպես չլինի, որ նույն տեղում 2 ծրագիր արվի։ Օրինակ Ճամբարակում կար մանկապարտեզ, որտեղ պետական սուբսիդավորման ծրագրով վերանորոգվում էր մասնաշենքը ամբողջովին, բայց համայնքը ինքը պիտի հայթայթեր ֆինանսներ կահույք գնելու համար։ Այդ դեպքում իրենք դիմեցին մեզ, մենք եւ եւս մեկ կազմակերպություն աջակցեցին կահույքը գնելու համար։ Ստացեց համագործակցություն եռակողմ։ Հրաշալի է։ Հաղորդումը ավարտին է մոտենում, ինչպես կամփոփեք եւ ամբողջ զրույցը ամփոփելով հավելում, եթե ունեք, խնդրեմ։ Մենք բոլորին սիրով հրավիրում ենք մեր միջոցառմանը, որը, ինչպես արդեն նշեցինք, տեղի է ունենալու դեկտեմբերի 6-ին, ժամը 10-ից մինչև երեկոյան 7-ը։ Շատ հետաքրքիր միջոցառում է լինելու, կարող եք կատարել այդտեղ ձեր ամանորյա գնումները, կարող եք մասնակցել միջոցառման տարբեր համարներին, ինչպես նաև այդ ամենից բացի չմոռանանք, որ հիմնական նպատակը միջոցառման աջակցելն է դրա կարիքը ունեցողներին, այսինքն նպատակը բարի է։ Այո, այսինքն այդ ամեն ինչով ձեր այցելությամբ, ձեր գնումներով եւ ամեն ինչով դուք առաջին հերթին բարեգործություն եք կատարում եւ մենք բոլորին սիրով սպասում ենք այդ օրը։ Դուք հավելում ունեք Տիկին Պալյան։ Միջոցառման վերջում Գագիկ Գունեսյանի կողմից հիմնադրած Ծովակ ազգագրական երկիպարի համույթը բարելու է եւ նաեւ վերջում հրավիրել ենք բոլորին միասնական շուրջպար լինի։ Դա կարծում եմ ամենալավ փակումն է ցանկացած միջոցառման։ Ես շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ մեր տաղավարում էին Երևանում կանանց միջազգային միավորում հասարակական կազմակերպության հաղորդակցության կոմիտեի ղեկավար Մարիան Նավանեցյանը եւ ՀԿ-ի անդամ Գոհար Պալյանը, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց։ Կհանդիպենք, լավ եղեք։